Այն մարդը, որ ես համազգեստը հակել է, ինքը պրոֆեսիոնալ չի։ Դաս։ Սենց դժվար անհնար է լինի։ Նոն անգնում եմ։ Վայ հոտը գալիս է պաժարի։ Պանիկա է մարդկանց մոտ։ Հաղթարենք իմ մյուս վախը։ Եվ այսպես ողջույն բոլորին, ես եկել եմ չեք հավատա, իսկապես չեք հավատա, ես հիմա գտնվում եմ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության համար 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատը շատ կարևոր է, որովհետև պիտի իմ գործընկերները, իմ անձնակազմը լինեն լավը, որպեսզի ես կարողանամ այսօր այս պատասխանատու աշխատանքն իրականացնել, անկեղծ եմ ասում, ոգևորվածությանս չափ եւ սահման չկա, որովհետեւ այս թողարկումը մի քիչ ուրիշ է, որովհետեւ ինքը շատ ուրիշ մասնագիտություն է, համաձայն եք, չէ՞, իմ հետ ինքը սենց մի տեսակ ինքը հասկացաք լուրջ է ամեն ինչ։ Մի խոսքով շատ եմ ուրախ, խնդրում եմ կնայեք, ասեք, որ ինչ հավես է։ Դες ինչ ա եղել։ Ուշանում եմ, ահա որ ինչպես միշտ չէ, այսօր եմ ուշանում։ Պետք է գնանք, որպեսզի սկսենք, որովհետև 9-ին հերթափոխ է։ Գնացինք փոխվելու։ A few moments later. Մի րոպե ադապտանամ։ Չեք կարող ադապտանալ։ Չեմ կարող, հա, այնքան բարդ ցած։ Այ, իր ընդհանուր տեսքը ստանալու համար բացատրեմ խիա կոչկվում։ Երբ որ ինքը չի կոչկվում, հիմա այս դեր վերևի հատվածը այս սենց է։ Ու տպավորությունն է, որ այն մարդը, որ ես համազգեստը հակել է, ինքը պրոֆեսիոնալ չի։ Ըստուց արդեն սկսում է։ Մենք պրոֆեսիոնալ ենք, իհարկե, ուզանք կարծիքը չի փոխվի գործելու ընթացքում։ Մա տեսակ ինչ սիրուն նստեց այդ համազգեստը ձեզ վրա։ Մերսի շատ։ Ձեր չափն է էսի, ուզում եմ հասկանամ որտեղից։ Ոնց եք տենց հաջողվել։ Աշկով է էլի անում։ Կյանքիս ամենածանր գոտին է։ Բայց այնքան սիրուն է, ուզում եմ հետո չեմ կարող, չէ՞ տանեմ։ Հա, բայց ընկնի ինձ հիմա վրայից։ Չի ընկնի, չէ։ Չի ընկնի։ Այս միշտ պիտի դնեմ։ Կանչերի ժամանակ միշտ դնում ենք, հերթափոխի ժամանակ եք մեկ է դնում։ Հիմա հաշվենք, որ հերթափոխը է սա այդքան։ Գնացինք հերթափոխի։ Ջոկատ, դաս։ Պարոն գնդապետ 4 խումբը շարված է հերթափոխի հանձնման համար։ Ազատ նոր աշխատող ունենք, աշխատակից ունենք, աշխատակցություն ունենք, իրան սովորացնում ենք այսօր մեր աշխատանքը։ Ուղղակի ասեք, ոնց որ ես ինչ պիտի անեմ, որովհետև ես ինձ հիմա մաքսիմալ անհարմար եմ զգում, անհարմար հոգով եւ սրտով, որովհետև բոլորը տղամարդիկ են եւ շատ սենց։ Ու ես ինձ կանգնել եմ ու չեմ հասկանում, հիմա ես որ ժպտամ կարող է ջղայնանալ։ Ու ես չեմ հասկանում, mä կարող եմ խոսամ տեսախցիկից ես թե գործ անեմ, ուր գնամ։ Նայեք, ուրեմն մենք մեր մոտ ընդունում հանձնումը անում ենք այս ցուցակի միջոցով, ստեղ բոլոր այս մեքենայի ինքը ինչ հագեցվածություն ունի, վերջի թարմացումներով ստեղ կա։ Այսինքն ինչ որ մի բան եթե ստեղ պակաս, հա, դա արդեն խնդիր է։ Մենք ստուգում ենք, որ ամեն ինչ տեղում լինի, որտեղ ստեղ ներառված բոլոր գույքը ինքը առաջին անհրաժեշտության միջոցներ են։ Ու հետեւաբար եթե ինչ որ մի բան ստեղ պակասի լինում, մենք կարող լուրջ խնդրեմ ունենանք կանչի վայրում։ Այս ամեն ինչը ստուգած ունենք։ Այո, մենք ստուգում ենք, եթե նայեք, տղաները բոլոր ամեն մեկը ինչ որ մի բանով զբաղված են։ Մեկը շնչառական ապարատներն է ստուգում, մեկը վառելիքն է ստուգում։ Հա։ Ընտիր։ Ինչ ենք ստուգում եկեք։ Էսի ներքին այրման շարժիչով Բալգարկա է։ Հա։ Հա։ Հայերեն տարբերակը ոնց է, դե որ նայես կասի։ Հայերեն տարբերակը բալգարկայի։ Հիմա սովորում ենք հայերեն։ Ներքաշոտ չէ։ Ձերքի գործիկ էս չի, չէ։ Մոտո հղկիչ է իր անունը։ Մոտո հղկիչ։ Հիմա ստուգում ենք մոտո հղկիչը։ Մոտո հղկիչ։ Ահա, այսինքն նույն ինքը բալգարկան։ Նայեք, միացնելու համար ինքը ստեղ բան։ Ես միացնեմ։ Հա, քաշեք միջով։ Դեպի ինձ, հա։ Всё, հիմա իրան այս դիրքից ընդունման ժամանակ կատարում ենք իր արտաքին զննում եւ ստուգում։ Եթե պակասա վառելիքը
Բարելիք ենք ավելացնում, եթե կոտրված է։ Ամեն ինչ շատ լավ է կարել, հիմա ես բան չունեմ անելու։ Ամեն ինչ իդեալական է, պատրաստենք կանչի, կանչեք։ Իսկ դուք կընդունեք աղջիկ աշխատեք։ Մենք ունենք աղջիկ Բա ուր են։ աշխատակիցներ։ Այս հերթափոխում չունենք, բայց Միակն եմ եւ այս հերթափոխում այո։ Իսկ լավ, իրանք զգում եք, որ տենց ինչ-որ տարբերություն, թե չէ, իսկապես ամեն ինչ ձերդ հավասար անում են։ Հիմնականում անում են ամեն ինչ։ Դե կան բաներ, որը որ իրականում Ուժային։ ոչ մի ուժայինի մասին չի, իրենք կարող են ինչ-որ բան ավելի լավ անեն մեզանից։ Լավ, հա, ինձ հակառակ ասում շատ հաճելի էր Այո։ Գոտին ինձ դուրս գալիս, ամեն ինչ մի կողմ, լուրջ ատմոսֆերան մի կողմ։ Բայց եթե շատ եք հավանել, կարա կտենց Շատ եմ հավանել գոտին։ տպավորություններ էլի։ Չէ, եթե դուք այսպես չեք հանենք իհարկե, ոնց կարգն է։ Բայց օքեյ է, որ ես իմ հագուստով լինեմ, այսինքն ընթացքում։ Ֆիքսեք որ պրոֆեսիոնալ էի եւ ցերկը կոճկան։ Ասի կոստյումս եմ հագել, միջևս հագից չէր, որ գնամ դասի, բարձվեց այսօր դասի եմ։ Ուսամ լավ կընթանա։ Մենակ եմ այսօր դասի։ Որտեղ նստեմ սամ դիմացան, վախնալու է։ Եթե ջղայն չեն, նայեք, այդ շատ կարևոր է, որտեղ եթե ջղայն չեն, դիմացի նստեմ, եթե ջղայն են երրորդ։ Չէ, երրորդը նստի։ Երրորդ։ Բույսի հետ։ Այո։ Ստեղ լավ են քեզ նայում։ Գասի աղարական հրդեհաշիջումը էներգետիկական հիմնարկներում։ Նայ, սա ես եմ երբ չեմ շտապում, ձեռագիրս նայ։ Սա ես եմ երբ շտապում եմ։ Զգում ես տարբերություն։ Շատ։ Կայանի տեխնիկական տվյալները բարձրավոլտա լինելու, յունայինա լինելու, տարածումը ու պայթելու հավանականությունը շատ մեծ է։ Իրանք արդեն որ պրոֆեսիոնալ են, ոնց որ հասկանում են, միանգամից այդ գրվածը հասկանում են, իրար մեջ քննարկում էին եւ այլն, բայց ես ինձ աշխարհը ծույլիկ, այն որ լինում են այդ ծույլիկ աշակերտներ, որ մի 40 օր դասի չեն գնում, հետո գնում են Այն որ հոգնում էիր գրելուց բանսս բաներ այդ իրար։ որովհետեւ ես նոր եմ ավարտել եւ Շատ էս բաներ են ձեռդ դեռ հոգնած։ Հա, ահա։ Նայեք ծախլիկի լինելու մինուսը, միակ, որ սենց է լինում։ Իսկ իմ կյանքը մինչև այս վերջին ամիսները միշտ եղել է սենց։ Իմ ձեռքը միշտ սենց են եղել։ Բոլորը մտածում են, որ ես տենց շատ նուրբիկ, փոքրիկ, աղջնակ եմ։ Եվ ինձ չեն ուզում տենց ֆիզիկական ծանր բաներ տան, իսկ չգիտեն, ուժեղ աղջիկ եմ, գնացինք։ Ու ինչ որ հեսա ֆեյլ եմ անելու այդ պարանով գնալը։ Ինչ ծիծաղալու կլինի։ Ո՞նց եք անում։ Այսինքն տաշենա մենք ենք սա։ Հիմա ուղղակի բարձրանում է, չեմ հասկանում։ Համապատասխան բան է հաղթում։ Հա, ու պիտի բռնվելով բարձրանա, որտեղ ես մի հատ խնդիր կա, որ ես sense բան երբեք չեմ արել։ Առաջին անգամ ոնոտ, հա։ Առաջին անգամ բանը ասում է իդեալական կանեստը։ Հա։ Ինտամեն Լավ կարծիք ունեն իմ մասին։ Ինչ հույս է տալիս։ Մենակ դրա համար, որ դու մտածում ես, որ ինձ հույս են տալիս, ես կբարձրանամ այս պարանը, ասենք։ Հենց այս շոյերով։ Ասենց, հա։ Բաչելով էսի դառած դու։ Ընդհակառակը։ Վերևում ես այնքը լրիվ ձեռները թողելու է։ Երեխաները տանն են մնում, հիմնականը քնած են մնում, պատուհաններից վերևից այս ձևով են իջնում։ Մնա իրան էլ ոչ մի բան չի պահում։ Ինքը լրիվ օդի մեջ է արդեն։ Ես բարձրացել եմ վախը։ Հաղթարենք իմ մյուս վախը։ Որ հանգարց մոտից զգաս ինչ որ մի բան չի ստացվում, չվախենաս, Չեմ, ես հանգիստ։ պրոստը հասկանամ ոնց է լինում, ամեն ինչ ստացվում է։ Լավ է, հարմար է։ Հա, ընտիր։ Տեսեք։ Всё։ Այսինքն իրա վրա պետքա կանգնեք։ Ահա։ Ու նույն Սեզի բրթեք մի քիչ վերև, էսի բացնեք ինքը մնալու է։ Ինչքան իրա բացնում եք, ինքը մնում է։ Հա, վсё, պատկերացրի, էսա։ Մի հատ որ խնդրեմ ես։ Ինչ անեմ։ Կհանես տենամ կարում ես թե Ահա, չէ։ հանել է։ Այս մասով, այսենց դնում ես ներքև ես իրան Ներքև։ քաշում ու վերև։ Ու Այսինքն ամենակարևորը հերթականությունով ոնց կասենք, մի հատ տենց կհելնեք, հետո եթե կուզեք էլի կհելնեք։ Okay։ Ասար վերջը վերջացրիր, էսի կապեցիր, համոզվար նոր կապա։ Էս չեմ ընկալել է ոնց էր, մի հատ Նայ, հիմա պատկերացրա։ Վերևն ես։ Վերևն եմ։ Գալիս է։ աչից գալիս է։ Աչից գալիս է։ Բասի, աչից եկա։ Ահա։ այսի պարտադիր պիտի ընկնի սրա Հա, մեջ։ Ոտը բարձրացա վերև։ չի լինում, Չէ։ ասեմ։ Ապա դե հեմեմ ստեղ տակ դա։ Չէ, այս ձերով պայք ես։
Ոտը թուլացա։ Հա, վсё, լավ, ուրիշ ձև գտա։ Վсё։ Իդեալական էլ լմա։ Ահա։ Գլխարկս եք։ Վсё, գտա ձևը։ Ես էլ ասում եմ, ինչ ուժեղ եք դուք։ Ջա, ուժեղ եք հարցը դա չի։ Ահա։ Ուրս։ Ահա, վсё, ես ասական եմ ուժատ։ Հա, անում եմ։ Լավ, սենց ուժեղ եք դուք։ Այս սենց դժվար անհնար է լինի։ Լուրջ։ Բայց մի հատ կասեք, ես սխալ էի արել։ Բայց չի կամ ձգեի։ Ուժի հարց։ Բայց ուզում էի ձգեի։ Հա, եկեք մի հատ էլ փորձենք։ Վсё, գնացինք։ Դուբլ 2։ Ոտքով էլ ամենակարևորը։ Լավ։ Ահա։ No, գնում եմ։ Ուզս։ Վсё, սենց մնամ։ Հա, հասկացել եմ։ Հա, հասկացել եմ։ Չարոք չէ, եկեք։ Հա, լավ։ Հավես էր։ Շատ հավես էր։ Գնահատում եմ 10-ից 10-ը։ Այնքան պրոստը իրականում հեշտ չէր, որ թվում էր հեշտ է։ Անենց ուրախացա, որ մոտը չէր ստացվում։ Լեզ ես գիտեմ, բայց գիտես ինչ է սամ տիպա հեր։ Ուժի էլ, բայց բաստան ես սխալ, ես ուզում եմ ես մի ձեռս վրա ամբողջ մարմինս հենի, սխալ էր, պիտի ոտս թուլաց, մի խոսքով։ Հա, բայց մեկը, որ մի քանի հատ անում ես հոգնում է աստեղն հետ, որտեվ ես ավելի շատ թև չեմ պարապում։ Հետո ստացվեց, շատ չես ուրախացել։ Մազես եսի մինչա։ Երկրորդը չէ, առաջինն էլ ստացվեց, պրոստը առաջինը վատ ստացվեց։ Շատ վատ չէր։ Շատ վատ չէր։ Ուրեմն, սիրելի ընկերներ, եթե դուք ուզեք, որ մեր վիդեոգրաֆը փոխվի, խնդրում եմ կոմենտներում գրեք փոխվի, որովհետև դուք իրեն չեք տեսել։ Ոնց չեմ տեսել։ Ուրեմն ես ուղղակի ուզում էի ասեի, որ մեր հոստին փոխեք, գործից գործը չի լինի ելստիս։ Չնայած լավ, տենց մեծ չխոսեմ, փոխում եք, փոխեք։ Չէ, լավ, հաստատում եմ չի լինի։ Ես ուզում էի ասեի, որ մենք երեքս մեր անձնակազմի տղաներով բարձրացանք սա եւ ես հիմա շուտով ասել եմ, որ այստեղի տղամարդիկ կարծիք ասեն, պրոֆեսիոնալները, թե երեքիցս ով է ամենալավը, իսկապես կարողանում ես բարդագույն աշխատանքը անել։ Հիմա անկեղծ ասեմ, այ մերին չի լսում։ Առաջի անգամվա համար էլ է շատ լավ իրենը։ Իսկ ցանուր այսօրվա մասին ինչ կասես։ Շատ լավ որ ունեցանք, շատ լավ էր ամեն ինչ։ Ну տեսեք, պարանային պարապմունքը իր առավելություններով, թերություններով։ Դες այնց ենք խոսում։ Առաջի անգամվա համար շատ լավ է կարևորը, բայց մերին փայլել է։ Բայց մի հատ անկեղծ, իրոք անկեղծ եք ասում։ Իհարկե։ Իրենցից լավ եմ արել։ Իհարկե։ Աշակից էլ։ Իհարկե։ Բոլորից։ Մի բան ինձ թվաց ինձնից էլ ես լավ անում, բայց հետո Դե լավ, անկեղծ եղեք։ Բայց չէ, անկեղծ լավ Գոնե է։ իրանցից մենակ։ Իրանցից լավ էր ավտոբուս։ Ֆիքսեցինք, ես Սամից եւ Աշակից լավ եմ արել։ Լավ զգաք ես։ Ես միշտ եմ լավ զգում։ Լավ։ Մենք եկել ենք հիմա ճաշարան։ Մի խոսքով պիրիռիվ անենք, նույն ինքը ընդմիջում։ Ես շատ ոգևորված եմ։ Մեկ էլ իմ կյանքում առաջին անգամա, որ բոլոր մարդիկ տղամարդիկ են եւ ես։ Ահա, որ սոված եմ։ Դու էլ։ Հորն։ Հաց ենք ուտում ժողովուրդ, մեզ մարդիկ բարի ախորժակ իմ անձնակազմի տղաներին էլ չնայած ես իրենց չեմ սիրում ցույց տալ ու դրա համար ցույց չեմ տա։ Այս վայբը հավես է, սովածանում ես ինչ-որ։ Նայ։ Քեզ պես ուտում։ Հա, վերջին 10-ամյակում առաջի անգամ։ Նենց համով է։ Չեմ հավատում։ Ես էլ պիտի հագնեմ։
Փոխանալու է բայց։ Օй, ուրեմ նստում։ Իսկ ինչ ա եղել։ Բաժար։ Գնում ենք հետևից, ինչ-որ հյուրանոց է, բարձր կանչ է, նշանակում է, որ լուրջ բան է եղել։ Այսինքն ուտուր հետ են ու բախնալու է։ Վայ, հոտը գալիս է բաժարի, բախնալու է։ Կարամ գնամ, պանիկա է մարդկանց մոտ։ Ավոր ուժսա ու այդ անվտանգության պատճառներից ելնելով ինձ չթողեցին միանալ թիմին, բայց այս են բանը, որ կարևորը դուրս գան իմ ընկերները, գործընկերները ու օքեյ լինի ամեն ինչ, որտեղ իրոք ահավորը ու մարդկանց որ մնացել են այդ հրդեհի մեջ տենց դուրս են գալիս, վատանում եմ հիմա տեսնում եմ ու իրանց թեթևությունը զգում ես, որ չեն խառնվում իրար, ապրեք։ Կայք։ Ունենց ուրախանում, որ հանգցրել են իրանք իմ հետի տղերքը։ Գրկում են իրար արդեն, ավոր եմ ուրախանում։ Իսկ լրիվ հանգցրինք։ Նենց եմ ուրախացել, դուք եք չէ արել, են մյուս եկողները չեն արել։ Հա, նենց եմ ուրախացել, ապրեք։ Իմացել եմ, որ ջոկացրեց ուղարկել։ Հա, ապրեք շատ։ Ուրախանում եմ։ Ուրախանում որ իմ հետի տղերքն են արել, ոչ թե մյուս ջոկատի էլի։ Ես հիմա հպարտություն եմ ապրում, ու սենց արագ ոչ մեկով չէի հպարտացել ես կյանքումս, բացատրեմ։ Ես չգիտեմ, իրոք սենց հիանում էի ձեզնով տղերք, եթե նայեք, գիտեք ինչ եմ նկատել, որ մարդիկ, որ դուրս էին գալիս սենց պարագայում, իրանց իրերով էին դուրս գալիս, իսկ այդ ժամանակը խնում և այլ ու վտանգավոր է, դրա համար ամենակարևորը սենց բահերի ձեր առողջությունը, ձեր կյանքը ամենակարևորը, դրա համար ամեն ինչ թողեք մի կողմ ու դուրս եկեք, երբ որ հանկարծ սենց իրավիճակում եք, ոչ թե ամեն ինչ վերցրեք նոր, որովհետև ամեն վայրկյանը ինձ թվում է այս պարագայում շատ կարևոր է, կարող է խցանում լինի աստիճանային, մի խոսքով, ուղղակի պետք է մաքսիմալ արագ փորձել գնալ, դուրս գալ այդտեղից և ունենալ իմ գործընկերների նման գործընկերներ։ Ինչ-որ մեկը վատ։ Կրակ է եղել։ Հա, լավ աշխատանք է, հատկապես որ փրկում ես ինչ-որ մի բան։ Վերջ, հա, հանգցրին, հա, անցկացրինք։ Երեխեք նորմալ է, որ հպարտությամբ ասում եմ անցկացրինք։ Ու ես, որ ոչինչ չեմ արել։ Պատկերացնում ես, ես փրկեի մեկին ինչ կլիներ իմ հետ։ Ես սենց ոնց բացատրեմ։ Հա, տեղից չի լինում, մի հատ է տենց բան անեի։ Երևի դրա համար էլ հասկացան չթողեց, ես երեխեն կկործանվի։ Մեկին էլ փրկի վերջ։ Իսկ կարող է թողեք ես անեմ, թե չեմ կարա։ Հա, լավ հասկացա, բայց ձիք եմ հիմա անում։ Ոնց։ Ոդկով թե ձեռքով։ Ոդկովը տեն էլի։ Սա։ Մի բան արեցի։ Ինձնից որ Շաշամշյանը հասել, ես համարում եմ սա հաղթանակ։ Ու ես եմ փրկել, այսինքն իմ ընկերները, ոչ թե նրա։ Կուզեի իհարկե մի քիչ թեթև բան լիներ, գոնե ես էլ խառնվեի, բայց քանի որ սա չէի կարող խառնվել, ես կողքից նայում հիանում էի անկեղծ։ Մեր անջերը շատ է։ Հա։ Ավտոմատ նենց է դառնում, որ մենք ավելի լավ ենք հնկացել։ Հա, պատկերացրու, դուք ավելի շատ եք դրա մեջ։ Հա, չէ, ես որ եկա հաստատ ձեր ջոկատ եմ գալ։ Արդեն սովորած կլինեմ այս դեպքերում ինչ են անում, ձեզ կօգնեմ գոնե։ Մենք կարող ենք սաղ ջոկատով դիգում կերենք, որ համաձայն ենք։ Հա, ընտիր։ Առանց կնության ընդում եմ, բայց տեսնես տենց կլինի, որ դուք տակ համաձայն ընդում։ Ասեն առանց կնության անցնում ես աղջիկը։ Հզոր չեք զգում։ Չափի։ Չէ, օրինակ ես հզոր կզգայի։ Ես եմ ասել,
Հա չէ, բայց իրոք սենց բավարարված։ Որովհետև ոնց այդ դժվար բային այդ մարդու միակ լույսը դու ես։ Հա, ու կարողանում ես։ Հա։ Ես ոնց էլ մեզ դեպքից հետո իմ մոտ հարցեր առաջացան։ Ես իհարկե շատ կուզեի մասնակցել, ինձ ուղղակի չթողեցիք, բայց ոչ, մյուս անգամ վաղը որ գամ, արդեն վաղը կթողեք, չէ՞։ Եթե զգանք, որ պատրաստ եք, իհարկե։ Այո, ինձ ահավոր հետաքրքիր ամենասենց բարդ դեպքը, որ ասեմ որ նա եղել, այդ կգա ձեր մտքին, կուզեի պատմեք, եթե գաղտնիք չի։ Այս դեպքեր շատ են լինում, բայց առանձնահատուկ ինչ-որ տես չենք կարող առանձնացնենք, որ ինքը շատ բարդ է։ Մեր համար ամենակարևորը երևի որ այդտեղ մարդկային կորուստ կամ մարդու անեղացած չլինի, էլի։ Ամենալուրջ դեպքերից ձյունիկն է եղել, հետաքն է եղել, որի մասին ինձ թվում է իմաստ չունի խոսանք, դի ասենք ողբերգություն է եղել, մենք մինչև հիմա դրա մասին խոսում ենք, մեր թերությունների մասին մտածում ենք, ոնց կարայինք անենք, որ ավելի արագ լիներ, ոնց կարայինք անենք, որ ավելի գրագետ ստացվեր։ Բոլորը ես գիտեմ, որ մաքսիմում աշխատել են այդտեղ, դրա համար այդպես բաների մասին մենք առասարակ աշխատում ենք չխոսանք։ Բայց կողքից հենց որպես քաղաքացի, որպես անձ, որպես անհատ նայում էի ու անկեղծ ամենայն անգամ հենց հպարտանում էի, հենց ուրախ էի ինձ զգում, հենց երջանիկ էի, որ մենք իսկապես ունենք հենց ծառայություն, հենց մարդիկ, որ շատ են կարևորում դիմացինի կյանքը ու փորձում են ամեն ճանել, որ իրոք փրկեն իրենց էլ, իրենց դիմացինն էլ, այդ շատ գովելի է ու շատ վստահ եմ, այս հաղորդումը շատ ուրախ եմ, որ կդիտեք, տեսեք ինչեր կա ներսում, ինչեր է կատարվում, որ մենք չենք տեսնում ու չենք էլ պատկերացնում, որ այդքան բարդ է։ Շատ ուրախ եմ այսօր։ Մենք էլ ենք շնորհակալ, որ մեզ հյուր եք եկել, մեր առօրյայով կիսվեցիք, տեսակ թե մենք ոնց ենք աշխատում, ոնց ենք ստեղ ապրում, մի խնդրանք ունեմ մենակ, ուրեմն քաղաքացիներին կխնդրենք մաքսիմում ուշադիր լինեն, այսինքն այն դեպքերում երբ որ օգնության կարիք ունեն, իրանք հստակ հասկանան ինչ խնդիր է, նոր դիմեն, որտեղ այս ծառայությունը այն ծառայությունն է, որը որ մենակ սպասարկում է որոշակի կանչեր, այսինքն անրեհավաքը եթե կախվել է, իրանք կարան ձեռքով վերցնեն, իրանք կարան դա վերցնեն, մտցնեն ներս։ Հա, դες դեպքեր լինում են։ Դες դեպքեր լա լինում, կատունա ծառի վրա, տենց դեպքեր շատ բաներ կա, էլի։ Հա, չէ, մի արեք, որովհետև այդ պահը, որ այդ զանգը եկավ, այդ ձեր իրար խառնվելը այն առումով, որ ինչքան արագ պիտի ամեն ինչ հավաքեք եւ այլն գնաք, պատկերացրու որ այդ ամեն ինչ անում եք, գնում եք, տեսնում եք կատունա ծառի վրա, օրինակ, չէ, եկեք մի արեք դից։ Հիմա նայ, կարամ օրինակ մի հատ վիդեո ձեզի ցույց տամ, որ ձեր համար ավելի հասկանալի լինի։ Ինչն է որ։ Տատին վարվում է տունը։ Տատին ես եմ կոնկրետ։ Վարվում է տունը։ Տունը վարվում է, տատին էլ է վարվում։ Մենք տատին իհարկե փրկում ենք, այսի մեզ կողից ուղարկել են, մենք տեսել ենք, հետո մենք որ վերլուծում ենք այդ ամեն ինչը, հասկանում ենք, որ սրանից արագ, սրանից լավ չենք կարող աշխատենք։ Հա, մերսի շատ շնորհակալ եմ իրոք ձեր օրով ու առօրյայով եւ դեպքերով կիսվելու համար։ Այսօր մանը չեմ համարում աշխատանք այն առումով, որ ես ավելի շատ հետևել եմ, սովորել եմ, տեսել եմ, ապշել եմ ամենաշատը այդ թիմային աշխատանքի վրա ու առասարակ ֆիքսեցիր, ոնց էին խոսում իսկապես նրանից, որ ամեն մեկի աշխատանքը մեկից է կախված ու իրանց արդյունք ունենալը մյուսից է կախված ու ես ընթացիկ զգացի, որ իրանք էստեղ ոնց որ ընտանիք լինեն, գործընկերներ չեն ու այդ շատ կարևոր է, որովհետև իրանց կյանքը կախված է մյուսից։ Համ հաճելիորեն զարմացած եմ, հետաքրքիր էր ինձ այստեղ լինել ու ես ընդհանրապես չէի պատկերացնի ներքին այս ամեն ինչը, որ այսպես է ու չէի խորացել երբեք ու եթե անկեղծ լինեմ, մեջս այնց ադրենալինը այնքան էր բարձրացել, որ շատ է ուզում ես էլ սովորեի, իմանայի ոնց կարելի է այդ իրավիճակում վարվել ու ես էլ կարողանայի իրանց օգնել։ Ամենամեծ ցանկությունը առաջացավ աշխատելու այստեղ, որովհետև շատ ուրիշ աշխարհ է, հետո որ գնում այդ պատասխանատվությունը, որ գնում ես ուրիշի կյանք փրկես, ինչ որ վայր փրկես, մի խոսքով ու այնտեղ վստահ եմ կնկատեք, որ երբ որ կանչ է լինում, ես հենց ինչ-որ շփտում եմ, ինչ-որ ես չեմ հասկանում, արագ բոլորը գնում են, ես չէ։ Ինձ թվում է դա շոկ էր ինձ մոտ, որովհետև ես չէի հասկանում, ոնց որ հիմա ինչ պիտի անեմ։ Մեքենայի մեջ նոր հասկացա ուր են գնում այդ ձայները եւ այլն, շատ վախենալու էր։ Պետք չի ափսոսալ, որ ես ինքս չեմ աշխատել, որովհետև ես հենց ուրիշ ոնց որ եկել էի դասի։
Հուսամ ձեզ էլ դուր եկավ, եթե անգամ դուր չեկավ, հետաքրքիր էր։ Տղաներին շատ շնորհակալ եմ, որովհետև շատ լավ էին ինձ բացատրում, շատ սիրալիր էին ամեն դեպքում, շատ gentleman բոլորը։ Մի խոսքով շնորհակալ եմ իսկապես, որովհետև այս գործի մեջ հնարավոր է նաև ինձ ընդհանրապես չնկատել այդ խառը իրավիճակում, բայց իրանք ուշադիր էին մեկը։ Շնորհակալություն, հուսամ հավանեցիք, ես շատ սիրեցի ամենը, բաժանորդագրվեք Zoot Lab-ին, բաց չթողնելու համար մյուս մասնագիտությունները, ինչպես տեսնում եք, առջևում միշտ հետաքրքիր էպիզոդներ են սպասվում։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, պատճիկներ։